Հավատալ Փաշինյանի պնդմանը, թե իր իշխանության օրոք հարգված են եւ աշխատող եւ աշխատանք տվող մարդկանց իրավունքները։ Ջարդում էր ստեղնաշարը, հրահանգ էր գրում ինչ-որ մեկին։ Արմենուհի Գյուրեղյանը սեփական աչքով է տեսել, թե ինչպես է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը մոլ է գնաց ինչ-որ բան գրել, ասում է լավ է համակարգիչը չկոտրեց։ Դա Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չողջունած Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցելու օրն էր։ Եթե Փաշինյանական իշխանությունը հարգեր աշխատանքային իրավունքները, գլխավոր դատախազը, որ մայր օրենքով անկախ է, որևէ մեկի դեմ գործ հարուցելու հրահանգ չպետք է ստանար, ասում է Գյուրեղյանը։ Ողջամիտ կասկած ունեմ, որ այդ հրահանգը իջավ դատախազին։ Աշխատանքից ազատելը աբսուրդի թատրոն է դարձրել Փաշինյանը, պնդում են ընդդիմադիրները, հիշեցնում։ Մինչև սափրվելը վարչապետը կառավարությանը սափրեց, շատ տարօրինակ մեթոդով։ Մի այսպիսի SMS-ով, առանց ազատվողի աշխատանքային իրավունքները հարգելու, առանց բացատրություն տալու։ Ըստ վտտվող լուրերի, ոմանց դեպքում SMS-ը գիշերն ուղարկելով։ Այդ SMS-ից ստացան ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ամենաբռնապետական երկրներում կարող է նման բան լինել։ Լսել է Գյուրեղյանը տեսակետը։ Չէ, որ չէ։ Ինքը իր կաբինետը, Փաշինյանը, որ ենթակային ոնց ու երբ ուզի աշխատանքից կազատի։ Մարդկանց ներվայնացնենք։ Բայց վարչապետը չի սահմանափակվում միայն ենթակաների աշխատանքային իրավունքները խախտելով։ SMS-ով պաշտոնից ազատվել է ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը վարչապետի ենթակայության չէ։ Բարձրագույն դատական խորհուրդը Ինքը ԲԴԽ-ի նախագահին ազատ աշխատանքից ազատելու իրավունք չունի։ Դա իր սահմանադրական այն սահմանափակումն է, որ իր առջև դրված է։ Նաև падգամավորների գործատուն չէ Փաշինյանը եւ ուրեմն օրենքից դուրս են արդեն նախկին կուսակից Հովիկ Աղազարյանին, Հակոբ Ասլանյանին, այսպես ասած, գծերից գցելու գործողությունները։ Նարեկ Զեյնալյանին, Հռիփսիմե Հունանյանին մանդատը վայր դիր բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկել է։ Շարունակում են ընդդիմադիրները։ Մենք падգամավորներ են, որոնք ժողովրդի ընտրյալներն են։ Ինքը ով է, որ դրանց ասի մանդատներդ վայր դրեք։ Եթե պաշտոնյաները այսօրի են, բա շարքային աշխատողի վիճակը ինչ կլինի։ Փաշինյանի ընդդիմախոսների այս հարցը հռետորական է։ Վիճակագրությունը տխուր։ Դատարանում անվավեր են ճանաչվել Հեցի պետական կառավարչի Ռոմանոս Պետրոսյանի որոշումները։ Դրանցով մի քանի տասնյակ մարդիկ են աշխատանքից ազատվել Պետրոսյանի մերոնքական-ձերոնքական անունով կադրային ջարդի օրերին։ Որևէ մեկ ընդդիմադիր հայացքի, ասենք, խոսքի տակ լայք դնելը կամ ընդհանրապես կարդալը դա դառնում է աշխատանքից ազատման հիմք։ Ի վերջո Փաշինյանական Հայաստանը այն Հայաստանն է, որտեղ դպրոցի տնօրեն է աշխատանքից ազատվում, Փարքի անկյունից Արցախի դրոշը չհանելու համար։ Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանի հետ պատահածն են հիշեցնում ընդդիմադիրները։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։